նպատակները։ Նպատակը այն է, որ մենք նախ մեր բողոքի ձայնն ենք այստեղ արտահայտում եւ այն մարդկանց, ովքեր չեն կարող արտահայտել իրենց բողոքի ձայնը, որովհետեւ կալանավորված են։ Մասնավորապես օրինակ Դավիթ Համբարձումյանը եւ տասնյակ այլ քաղաքական բանտարկյալներ, հա, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, բոլորի անունները չտամ, շատ մարդիկ։ Հիմա մենք այստեղ ենք ասելու, որ այդ վարդագույն իրականությունը, որ ներկայացվում են եվրոպական տարբեր կառույցների, եվրոպական տարբեր երկրների ղեկավարներին, դա չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում այո, կա ճչացող անարդարություն, կան քաղաքական բանտարկյալներ, կա քաղաքական ռեպրեսիաներ, քաղաքական գործիչների, լրագրողների, երիտասարդների, քաղաքական հասարակական տարբեր ակտիվիստների վրա։ Եվ դա այսօր մի քանի օրվա մեր ակցիաները նրան են միտված, որպեսզի մենք բարձրաձայնենք եւ թույլ չտանք, որպեսզի ցանկությունը ներկայացվի որպես իրականություն։ Այսօր ժողովրդավարության հետ որևէ կապ չունի այն ընթացքը, որի մեջ է օրվա կառավարիչը եւ ղեկավարող իշխող թիմը, Հայաստանում պետք է վերականգնվի ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է լինի կարեւորված, ոչ թե լինի իրանց ասած տուգանքի մատերիալ, ոնց որ իրանք սարքել են, կամ քրեական գործի մատերիալ։ Ինչ ակնկալիքներ ունեք, հա, թե ներքին, թե արտաքին միջավայրի շահությունը։ Մենք ամեն ինչ անում ենք եւ նաեւ մեր համագումարին, մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ մեր ակնկալիքը դա միասնականության, ներքին հանդուրժողականությունը վերականգնելու գործընթացներն են եւ մենք ասել ենք, որ ընտրության չմասնակցելով պայքարը չենք հրաժարվում, մենք պայքարելու ենք, որպեսզի լինի միասնականության վերակազմակերպում, որպեսզի լինի միասնականություն հայ ժողովրդի մեջ, չնայելով սևերի եւ սպիտակների, ջնջելով սևերի եւ սպիտակների հասարակությունը, պետք է ձևավորվի միասնական մեկ հասարակություն, չնայելով երևանցի, արցախցի, գյումրեցի եւ այլ քաղաքների կամ այլ հատվածների, մենք մի երկիր ենք, մի ժողովուրդ ենք եւ իմ ու քո չպետք է անենք, պետք է լինենք միասնական, որովհետեւ արտաքին մարտահրավերները այնքան շատ են, որ ներսում պետք է լինի խաղաղություն եւ անդոր եւ միասնական մի բռունց տարած պետք է կարողանանք հաղթահարենք բոլոր մարտահրավերները, որոնք կան մեր ազգի առաջ կանգնած, ինչպես տեսնում եք, օրվա կառավարիչները խոսում են խաղաղության մասին, բայց այդ խաղաղությունը կապ չունի իրականության հետ, որովհետեւ հարևան երկրի ղեկավարը, այսինքն Իլհամ Ալիևը խոսում է նոր զիջումներից եւ իրենց գործողությունները որևէ կապ չունեն խաղաղությանը, նրանք երեք հոխորտում էին եվրոպական կառույցների տարբեր գնահատականների մասին եւ այլ վայրագություններ, որոնք նրանք անում են, նրանք այս կողմից խոսում են խաղաղության մասին, այն կողմից քանդում են մեր սրբավայրերը, մեր եկեղեցիները Արցախում եւ դա որևէ կապ չունի խաղաղության հետ։ Այստեղ հավաքվածների մեծ մասը հիմնականում երիտասարդներ են։ Իրենց ներգրավվածությունը ինչպես է եղել։ Հա, երիտասարդները մշտապես ներգրաված են պայքարում եւ հայ երիտասարդի համար կարևոր է այն ազգային մոտեցումները, որոնք մենք ունեցել ենք, այսինքն այն երամիասնությունը, որ մենք ունեցել ենք Հայաստան-Արցախ-Սփյուռք տրամաբանությամբ, մեր բանակը, մեր հաղթանակները, որոնց սերունդն ենք մենք, հաղթանակի բաղձալի հաղթանակի սերունդ ենք մենք եւ այս երիտասարդները մեծացել են դպրոցներում, որտեղ երբևէ չի դասավանդվել Զանգեզուրի միջանցք որևէ եզրույթ, որտեղ իրանք չեն տեսել, որ այդ պարտվողական կամ զիջող քաղաքականությունը պետք է հայավարի եւ դա պետք է ներկայացվի որպես անայլընտրանք ինչ-որ գործընթաց։ Արսեն Թորոսյանին հարցնում են, թե ինչ եք դուք արձագանքում, ինչ եք պատասխանում եկեղեցին քանդելու վերաբերյալ նորությանը, նա ասում է ոչինչ չենք արձանագրում, ոչինչ չենք խոսում, ոչինչ չենք պատասխանում, այսինքն լռություն գործողությունների դիմաց սկզբունքով Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, հիմա նոր հանձնումներ են նախապատրաստում, հանձնում ինքնիշխանության, հանձնում ժողովրդավարության, հանձնում մեր ինքնության։ Այս երիտասարդները մշտապես կանգնած են եւ կանգնած են լինելու պայքարի խրամատում, հանրապետականը մշտապես եղել է պայքարի խրամատում եւ մենք նորից եմ ասում, չենք պայքարել երբեք աթոռի կամ ընտրության մասնակցելու կամ ընտրությանը մանդատներ ստանալու համար, մենք մեր հայրենիքի համար ենք պայքարել եւ պայքարում։